Ողջույն, ես Ադելինան եմ, 12 տարեկան, ուզում եմ դառնամ թենիսիստ։ Բարև ձեզ, ես Անի Փայտյանն եմ, Հայրապետյան Ադելինեի մայրիկը։ Կորիզի մասին առաջին անգամ իմացա իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիմա Երիցյանի ու մասնակցել եմ Կորիզի իմ ընկերալեն ընթերցանության մրցույթին։ Ադելինան, երբ առաջին մրցույթին փուլին պետք է մասնակցեր, կարդում էր գրքերը շատ մեծ ոգևորությամբ, բայց երբ անցավ երկրորդ փուլ, նրա ոգևորությունը կարելի ասել կրկնապատկվեց։ Երկրորդ փուլի մասին իմացա մամայից, ասաց, որ Կորիզի կայքում տեսել է, որ անցել եմ երկրորդ փուլ։ Իմ ընկերները կարելի ասել նույնպես բարակվել էին, անդադ ասում են, ես էլ եմ ուզում հաղթեմ։ Ամենատպավորիչը ինձ համար իմ ընկերալենի գիրքն էր։ Գիրքը այն մարդու մասին էր, ով իր կյանքը տվեց իր երկրի համար, իրենից հետո եկող սերունդների համար։ Եթե Ադելինայի անունը հնչի Կորիզի բեմից, դա կլինի իրականում ոչ միայն նրա հաղթանակը, այլև նաև նրա դպրոցի ուսուցչի հաղթանակը ևս։ Եթե ես իմ անունը լսեմ որպես հաղթողի, ես ուղղակի ինձ թվում է 7-րդ օր երկնքում կլինեմ ուրախությունից, շատ կուրախանամ։ Ես իմ տարեկակիցներին կասեմ մասնակցեն Կորիզ համագործակցական մրցույթին, քանի որ այս մրցույթը հնարավորություն է տալիս շատ աշակերտներին մրցել իրենց տարեկակից աշակերտների հետ եւ հաղթել, ձգտել լավագույնին։ Կորիզի շնորհիվ ես ավելի ինքնավստահ դարձա, սկսեցի ել ավելի շատ հավատալ իմ սեփական ուժերին։ Տիկին Երիցյան, իմ սիրելի ուսուցչուհի, եթե ես հաղթեմ, իմ հաղթանակը նվիրելու եմ ձեզ։